Շարունակվում է անակնկալներով լի առավոտ լսող Weekend-ը սիրելի հեռուստադիտողներ, կիրակնօրյա առավոտը սկսել եք մեզ հետ, ինչի համար շնորհակալ ենք եւ մեր տաղավարում է արդեն մեր այսօրվա երկրորդ հյուրը, ում շատ հաճախ մարդիկ վստահում են իրենց ամենագաղտնի, ամենաէմոցիոնալ, ամենահուզական պատմությունները։ Շտապ ենք ներկայացնել նրան, մեր հյուրն է լրագրող հաղորդավար Ամալիա Հովհաննիսյանը, ողջույն։ Բարի լույս։ Ինչպե՞ս ես։ Հրաշալի դուք։ Հիանալի։ Մինչ սկսել եմ մեր հիմնական հարցազրույցը, ես ճիշտ մենք կխնդրենք, որ դու պատասխանես մի քանի հարցի շատ անկեղծ։ Խնդրում եմ ուշադրությունը պատեհ էկրանին։ Բայց մենք չենք տալու։ Իրականում դու հիմա ունես ցանկություն փոփոխության անկախ նրանից, որ դու կարողանում ես քեզ բավարարված գալ կյանքի այս փուլում։ Խնդրում եմ Ես փոփոխության ցանկություն գրեթե միշտ ունենում եմ, որովհետև երբ սկսում ես բավարարված լինել այն ամեն ինչով, ինչը քեզ շրջապատում է, այդ արդեն ինձ թվում է մի փոքր վատ է, բայց փոփոխությունների մեջ շատ կարևոր է չկորցնել քո ներքին բալանսի զգացողությունը, որովհետև երբ դու անընդհատ կոմֆորտի զոնայից դուրս ես, դա էլ է իրականում շատ վատ ու թույլ չի տալիս, որպեսզի վայելես այն, ինչ ունես։ Ես միշտ փորձում եմ վայելել այն, ինչ ունեմ, փորձում եմ գնահատել այն, ինչ ունեմ, որովհետև հասկանում եմ, որ այն, ինչ ես ունեմ այսօր, այդ նաև օրհնություն է, նաև չէ, դա օրհնություն է, փորձում եմ դա չթերագնահատել, բայց եւ ձգտում եմ փոփոխությունների։ Հաջորդ հարցը։ Այնտեղ պիտի նայի պատասխանելիս։ Դու քո ինքնաճանաչողական ամենամեծ փուլը երբ ես անցել։ Տեսեք, դժվար հարցեր ես տալիս քո հյուրերին։ Չէ, կատակեմ անում։ Իրականում ես երբեմն այն հարցերը, որոնք տալիս եմ հյուրերիս, ինքս ինձ եմ տալիս, այնպես որ այս process-ը առանց էկրանների եմ սովորաբար անցել, հիմա արդեն Առաջին անգամ էկրաններով։ Այո, որ հարցներ ինքնաճանաչողական փուլ է, չէ՞։ Երևի թե ինքնաճանաչողական շատ կարևոր փուլ անցել եմ 20-21 տարեկանում, որը ինքս իմ պոտենցիալը բացահայտելու, ինքս ինձ իսկապես ճանաչելու կարևոր ժամանակահատված էր, որովհետև մինչև այդ ես իսկապես ինձ չէի ճանաչում։ Այդ փուլում ես սկսեցի փորփրել ինձ ու բացահայտել աղջկա, որին ավելի շատ սիրեցի։ Կան մինչև այդ այն աղջկան, որին այդքան չէի ճանաչում, եւ հիմա եւս անցնում եմ այդ ինքնաճանաչողական փուլը, իրականում դա մի process է, որը որպես այդպեսին կանգ չի առնում, ուղղակի կան հատվածներ, ժամանակահատվածներ, երբ մենք դրա վրա շատ ենք խորանում եւ շատ ժամանակ ենք հատկացնում դրան, ու կան փուլեր, երբ որ մենք առանձնապես ուշադրություն չենք դարձնում դրան։ Հաջորդ հարցը։ Ի վերջո, որքան էլ շատ մարդկանցով շրջապատված լինենք, որքան էլ հարազատ մարդկանցով շրջապատված լինենք, գալիս է մի կետ, որտեղից դու մենակ ես ու մենակ պիտի քո քաոսից դուրս գաս։ Գիտեք չէ, ես ինձ լսել այնքան չեմ սիրում, այս լսելու process-ը այնքան դժվար է։ Այստեղ մենակության մասն էր խոսքը, զրույցը եկել էր քաոսի կետին, որ խոսեինք այդ մասին, բայց այստեղ հյուրս նաև շատ սիրուն պատասխան տվեց, որը ես եւ կրկնություն կլինի եւ կրկնություն չի լինի, որովհետեւ ես միշտ իմ ամենակաոտիկ կետերում ինձ հետ Աստված է ու ես միշտ մտքում ես եւ իր հետ եմ խոսում, ամենաշատը իր հետ եմ կիսվում, այսինքն այդ մեր փոխադարձ զրույցները շատ են ու այդ նույնիսկ այն ամենամենակ պահերին ես գիտեմ, որ մենակ չեմ ու երբ որ ես մտածում եմ, որ մենակ եմ, հետո անպայման մեղավորության զգացողություն ունենում եմ, որովհետեւ այնքան դժվար տեղերից այնպիսի ճանապարհներով է քեզ դուրս հանում, որ ուղղակի ամոթ է ասել, որ դու մենակ ես։ Ինչ հետաքրքիր նախորդ զրույցի ընթացքում էլ քնարիկը հիշեց իր հարցազրույցներից մեկի, հյուրերից մեկի պատասխանը ավելի ճիշտ ու փաստորեն հյուրերը իրենց պատասխաններով կարող են դրոշմվել եւ նաեւ փոխել մեր կարծիքը այս կամ այն հարցի շուրջ, որը գուցեև կարծրացած էր մեզ մոտ։ Իրականում այդտեղ չեմ կարող ասել, որ իմ կարծիքը փոխվեց, որովհետեւ այս մտածողությանը ես ավելի վաղուց եմ եկել, բայց հարցազրույցների ժամանակ ես
ոչ միշտ եմ իմ մտածողության սահմանում, հա, այսինքն ես երբ որ իմ հարցերը տալիս եմ, ես չեմ կարող իմ կարծիքը փաթաթել դիմացի մարդու վրա։ Պիտի նաև այդ պահին համապատասխան հարց տամ պատասխան ստանալու համար, բայց իր պատասխանը ինչ շատ էր դուր եկել, ես նույնիսկ առանձին ռիլեյ տեղադրել ու շատ կուզեի, որպեսզի բոլոր մարդկանց մեջ դա լիներ, որովհետև մենք իհարկե ֆիզիկապես թվում է, որ մենակ ենք, բայց մենք մենակ չենք։ Հաջորդ հարցը։ Կա արդյոք մի հարց, որը շարունակաբար ուղեկցում եւ խանգարում է քեզ։ Ինձ խանգարում է որպես կանոն ինքնակննադատությունը, որը չափից շատ է ու երբեմն դա բերում է ավելորդ լարվածության ու երբեմն խանգարում է դիմացինի սահմանների մասին ավելի շատ մտածելը, որովհետև ես անդադ մտածում եմ հանկարծ դիմացինի սահմանը չանցնեմ ու մեկ-մեկ զգում եմ, որ երբեմն գուցե ավելորդ մտածեցի այդ մասին, որովհետև դիմացինս ավելի բաց էր, բայց երևի թե այդ իմ հարցազրույցների ձևաչափն է, որ ինձ ստիպում է այդ մասին շատ մտածել, հանկարծ չանցնեմ, հանկարծ չսխալվեմ, որովհետև շատ նուրբ է կետերը։ Այսքովս շատ նուրբեր գործ ունենք մարդու հույզերի ու էմոցիաների հետ։ Հաջորդ եւ վերջին հարցը։ Ինչ շատ հարցեր ունի այս Սիրահարվող ես։ Խենթի պես սիրահարվող ես։ Խենթի պես։ Ահա։ Շատ լավ է։ Պետք է լավ ճանաչել, հետո նոր սիրել ու սիրահարվել, թե սկզբում խենթի պես սիրահարվել, հետո նոր ճանաչել։ Ես կարծում եմ, որ սերը առաջին հայացքից չէ, հենց սերը, բայց եթե առաջին հայացքից ոչինչ չզգաս, էլ երբեք չզգա։ Խենթի պես չես սիրի։ Դե ինչ, այսքանն էին այս հատվածի մեր հարցերը, որը ուղղում էր ամենահարազատ Ամալյան։ Իսկ հիմա շարունակենք մեր զրույցը։ Այո, Ամալիա, ինչպես ես քեզ զգում հյուրի կարգավիճակում։ Մի քիչ դժվար է ասել, որովհետև ես այսօր նախ հյուր էի ինքս ինձ, փաստորեն ձեզ հյուր չէի, եւ հիմա էլ հյուր չեմ։ Ինչ է նշանակում հիմա էլ հյուր չեմ։ Որովհետև հիմա հյուրը դու ես, Միկա ջան։ Ես արդեն հասկացա ինչ է կատարվում, որովհետև Նախորդ հատվածում ես էի շոկի մեջ, հիմա դու։ Բայց լուրջ է։ Ես ուզում եմ առիթն օգտագործել, ասել շնորհակալություն մեր գործընկերներին, հենց մայիսի 3-ին, մամուլի ազատության օրը։ Այսպիսի անակնկալների համար։ Ես ու Քնարիկը պայմանավորվեցինք հետո կրկին հանդիպել, այս հաջորդ հանդիպումը տանիքներում, հուսանք նաև ձեր զրույցը շարունակություն կունենա։ Ես հիմա առաջարկում եմ կրկնենք նույնը։ Պիտի հասկանանք ինչ կասի։ Տեղափոխվեք, ես էլ կգնամ խոհանոցային հատվածում, ինչպես Միկանին զրույցի ժամանակ, հիմա ես կհետևեմ ձեր զրույցին։ Շնորհակալություն։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Միկա Ես ջան։ Միկան Ավականյան։ Իրականում, քանի որ ինձ համար շատ կարևոր է նախապես խոսել հյուրիս հետ եւ հասկանալ իր սահմանները, որպեսզի հանկարծ չանցնեմ իր սահմանը ու այս ամեն ինչը անակնկալ ստացվեց, այսինքն ես քեզ հետ չեմ ունեցել նախնական զրույցը, որպեսզի իմանամ քո սահմանը որտեղ է։ Նախ ուզում եմ իմանաս, որ սա իմ հաղորդման ձևաչափի հարցազրույց չի լինելու, որովհետև իմ հաղորդման ձևաչափի համար ես պիտի ունենամ նաև քո թույլտվությունը, որը այս պարագայում չունեմ։ Բախտս բերես չեմ լացի վերջում։ Իմիջիայլոց իմ հաղորդման ժամանակ դա ամենամեծ միֆն է, անպայման չի լացելը, բայց անպայման է անկեղծ լինելը։ Դե անկեղծ են լինում, դրա համար էլ ուզում են ու լացում են։ Եթե դու ընթացքում զգաս, որ որևէ հարց կամ որևէ բան քո սահմանը ամեն դեպքում անցնում է, մենք դա կարող ենք շրջանցում ենք դա։ Մենք դա կարող ենք ուղղակի մոնտաժել եւ լսարանն էլ չիմանա այդ մասին։ Քանի որ ես հյուր եմ, այսպես կարող եմ նստել։ Ես հիմա պիտի զգաս նստեմ։ Այո, ինձ մնան պետք է նստես եւ ժպտաս։ Միկա, առաջարկում եմ դիլիջան խաղանք։ Դու մի րոպե։ Դու որտեղ ես գիտես, բայց։ Ես Ամալյան եմ։ Ոյ։ Չէ, բայց լուրջ որտեղ ես գիտես դու այդ խաղի մասին։ Միկա, այսօր հարցեր ես եմ տալիս։ Լավ։ Խաղում ենք դիլիջան։ Եթե հիմա առավոտ լուսոյի տաղավարի փոխարեն գնայինք Իրինդ։ Հա։ Ինչ կանեիր։ Իրինդում շատ բան կա անելու, չգիտեմ,
նախ առաջինը կմտնեի տուն, մեր տուն, իմ հայրական տուն, պապական տուն, որտեղ որ ես ծնվել եմ, հենց տանն եմ ծնվել։ Իրականում իրինդում այնքան էներգիա կա, որ երևի թե իմ ամենասիրելի, երևի թե չէ, հաստատ իմ ամենասիրելի վայրն է իրինդը։ Ես այնտեղ երջանիկ եմ, ես այնտեղ էմոցիոնալ եմ, ես այնտեղ ես եմ։ Իրինդում ավելի հարազատ է հենց հայրական տունը, թե սարերը։ Նայած որ ժամանակահատվածում, եթե ամռան մասին ենք մենք օրինակ խոսում, ամռանը սարերը։ Իսկ եթե ձմեռ, որը որ ես շատ եմ սիրում, ձմեռ ապա տանը։ Վառարանի կողքին, այսպես։ Երբ եկար Երևան, հարազատության զգացողությունդ կորցրել էիր։ Ոչ, մենք միշտ նախ ասենք, որ իրինդը մեր գյուղն է, ինչ ասացինք, իրինդը մեր գյուղն է։ Մենք միշտ կապված ենք եղել մեր գյուղի հետ, ես ու իմ ընտանիքը, մենք միշտ կապված ենք եղել գյուղի հետ ու ժամանակը հենց մի փոքր մենք ազատ ժամանակ ենք ունենում, մի անգամից գնում ենք գյուղ։ Չի կորել այդ կապը ու չի էլ կորելու։ Ու այդպես էլ գալու է իմ երեխան էլ չի կորցնելու կապը գյուղի հետ։ Մանեն եղել է այնտեղ։ Ոնց մանեն քանի ամսականներ որ եղավ իրինդում։ Ավելին ասեմ, մանեն իրինդի գրանցում ունի։ Մանեն ինչպես է իրեն զգում այնտեղ։ Ինձ թվում է բոլոր երեխաները, ովքեր որ Երևանում են ապրում ու գնում են գյուղ, այնտեղ ավելի շատ ազատություն ու ավելի շատ, չգիտեմ, կենթանիները, բնությունը, բան միանշանակ իրենց իդեալական լավ են զգում այդ ազատության մեջ։ Ու մանն էլ բացառություն չի, ու մեր գյուղն էլ բացառություն չի, որովհետև շատ լավ է մի խոսքով գյուղել ու երեխայի համար էլ ես որ ինձ հիշում եմ փոքր ժամանակ ամառային արձակուրդները երբ սկսվում էին ես ու եղբայրս 3 ամիս մենք գյուղում էինք ու ամենալավ ու ամենավառ հիշողությունները հենց այնտեղ են եղել որովհետև այնտեղ ավելի ազատ եմ այնտեղ կային տատիկներ պապիկներ այնտեղ կային չգիտեմ շատ արկածներ որոնք որ մինչև հիմա մենք հիշում ենք ծիծաղում ենք նույնիսկ եղել են ինչ որ տխուր իրադարձություններ, այսպես գործողություններ, բայց դրանք էլ են արդեն վերածվել հումորի։ Այսինքն այդ գյուղի այդ անկեղծ հումորը մարդկանցից որ գալիս է, դա իմ կարծիքով չկա մեծ քաղաքներում։ Քաղաքում գուցե հնարավորությունները մի քիչ ավելի շատ լինեն, քան գյուղում, բայց այդ փոքր հնարավորությունները ծնում են մեծ երազանքներ ու մեծ հնարավորություններ հասնելու ավելին, որովհետև աշխատում է երևակայությունը։ Այդ գյուղական կյանքը ինչպես ձևավորեց այսօրվա Միկային։ Գյուղական կյանքը նայեք, ես 1 տարեկան եմ եղել, երբ որ մենք գյուղից տեղափոխվել ենք Երևան։ Բայց դու շատ ես սիրում։ Այո, շատ եմ սիրում ու կարելի է ասել նաև այն ինչին որ ես ինչ որ առումով հասել եմ կամ ինչ որ ես կամ հիմա նաև գյուղի մտածողության ազդեցությունն էլ կա այդ ամեն ինչի մեջ այսինքն անկեղծություն լինել մարդկանց հետ անկեղծ եթե դու կարող ես կամ չգիտեմ հնարավորություն ունես անես այնպիսի բաներ, օրինակ բարի քայլեր անես ու երբեք չխոսես ու երբեք էլ չանադառնաս դրան։ Այսինքն այդ գյուղի ամբողջ կոլորիտը, իր ամբողջ մաքրությամբ, իր ամբողջ գեղեցկությամբ, որը որ կլինի քո ներաշխարհում, դու այդպես շարունակել ապրես։ Երևանում շատ էր զգում դրա պակասը։ Չի ասի, որովհետև մենք բարբերաբար գնում գալիս էինք, չի ասի, շատ հավասար է եղել կարելի ասել, բայց ես այնպես չի որ Երևանը չեմ սիրում, ես Երևանում էլ շատ լավ օրեր եմ ունեցել, օրեր եմ ունենում եւ վստահ եմ որ ունենալու եմ ու Երևանն էլ այնպեսի քաղաք է, որ դու իրավունք չունես չսիրես Երևանը, եթե դու ապրում ես Երևանում։ Մտածողությունը 18 տարեկան Միկայի եւ այժմյան Միկայի շատ տարբեր է։ Հա, շատ տարբեր է, բայց 18 տարեկան Միկան հիմքեր է ստեղծել, ինչ որ հիմքեր է ստեղծել այս Միկայի, այս տարիքի Միկայի համար։ 18 տարեկանում բնականաբար դու ուրիշ կերպ ես մտածում, ուրիշ է քո աշխարհայացքը ու եթե դու ժամանակի ընթացքում աշխատում ես ինքդ քո վրա, աշխարհը փորձում ես նայել
այլ հայացքներով, այլ մտածելակերպ ես փնտրում, այլ հետաքրքրություններ ես փնտրում, դու զարգանում ես, դու մեծանում ես, դու ինքնստինքյան փոխվում ես, բայց չես մոռանում դու ով ես եղել 17 կամ 18 տարեկանում։ Դու 18 տարեկան Միկայի հետ կռիվ ունեիր, որ որոշակի փոփոխություններ կրելու կարիք եղավ, թե հաշտ էիր իր հետ, ուղղակի ժամանակն ու իրադարձություններն ինքնին շատ բան փոխում են։ Երևի թե 18 տարեկանից առաջ էլ Միկան ինքն իր հետ հաշտ չի եղել։ Ու ինձ թվում է ցանկացած մարդ, որ արդեն սկսում է բանականությունը իր մի քիչ ավելի շատ աշխատել ու ինքը ավելի շատ է սկսում մտածել, գալիս է խնդիրներ, երբ դու ինքդ քեզ հետ արդեն վեճի մեջ ես մտնում ինչ որ հարցերի շուրջ ու բնականաբար ինձ մոտ էլ են եղել այնպիսի փուլեր, որ ես ասել եմ լավ, էս ինչ է, էսա կյանքը, ինչ որ այսպեսի բաներ։ Ու դրանք եղել են հա, հենց այդ դեռահասության այդ տարիքում, այդ շրջացման փուլում։ Բայց որ ասեմ ինչ որ գլոբալ ինչ որ խնդիրներ կամ չգիտեմ ես ինձ հետ հաշտ չեմ եղել, այդ հաշտ չլինելը բնականաբար դա լինելու է իմ կարծիքով ցանկացած մարդու մոտ։ Բայց որ ասեմ ինչ որ մի իրադարձություն է եղել կամ ինչ որ մի բան է եղել, որը որ հետք է թողել ինձ վրա, չի եղել այդպեսի բան։ Միկա Մանեի ծնունդը ինչպես փոխեց քո կյանքը։ Մանեն մինչև այսօր իմ կյանքը փոխում է։ Ես այս վերջերս եմ հասկացել, որ ես հայր եմ։ Հա, չէ, ես գիտակցում եմ, որ ինքը իմ երեխան է, ես արդեն պապա եմ, բայց այս վերջերս եմ գիտակցել, որ ես արդեն հայր եմ։ Այս վերջերս ասել եմ, երբ որ Մանան սկսեց արդեն խոսել ու մի փոքր արդեն երկար նայել իմ աչքերի մեջ ու պապ բառը ասել, այդպես կամած ես հասկացա, որ շատ լավն է, Մանան, այնպես լավ երեխա է Մանան։ Վստահ եմ։ Լուրջ եմ ասում, ինչ իմ երեխան դրամը ասում, այնպես լավն է։ Քեզ է նման թե Մարիամին։ Ես Մարիամին եմ նմանացնում, բայց երևի թե մեր շրջապատի 70%-ը ինձ է նմանացնում։ Բայց ես Մարիամին եմ նմանացնում։ Բնավորության որ գծերով հատկապես։ Բնավորության գծերով երևի թե ոչ ինձ է նման, ոչ Մարիամին։ Մանեն բնավորության գիծ ունի, որը որ ասես նայում ենք ու ես Մարիամը ասեն զորմանում ենք, Մարիամը պայտակ վախենում էլ է։ Այսինքն դե հիմա մի քիչ կատակով եմ ասում, բայց դե տարիքից էլ է 3 տարեկան այդ կրիզիսային շրջանն է ու երբ որ մի բան իր ցանկությամբ չի լինում, չգիտեմ, վիճակները այսպես լինում, ես փորձում եմ շատ հանգիստ, հայացքով, գոնե հայացքով բացատրել, որ պետք չի ու գիտակցում եմ, որ դա անցնելու է միևնույն է ինքը 7-8-9 տարեկանում չի գոռալու, չգիտեմ, պաղպաղակի համար իրան այդպես չի գոռալու խանութում։ Դա հանգիստ նորմալ պետք է այդպես։ Իսկ ծնողավարության մեջ ամենաբարդը ինչն է տրվում։ Ամեն ինչն էլ բարդ է իրականում։ Ամեն ինչն էլ բարդ է, բայց այդ ամեն ինչի մեջ այնքան սեր կա, այնքան անբացատրելու չափով սեր կա, որ դու այդ բարդությունները ասենց հիմա չգիտեմ եթերում ենք, բայց պետք է ասեմ ոտի վրով, ոտի տակ ասենց անցնում ես։ Ոտի վրա անցնում գնում այդ ամեն ինչը։ Ու դա գալիս է իմ կարծիքով այն ահռելի մեծ սիրուց, որը որ քո երեխան տալիս է քեզ։ Դա չգիտեմ բնազդաբար է լինում, անգիտակցաբար է ինքը տալիս, չգիտեմ ինչա, բայց դու երբ հասկանում ես, որ եկել է լույս աշխարհը մի մարդ, պստելիկ մի մարդ, որը որ քեզ դու զգում ես, որ ինքը քեզ շատ է սիրում, ու որ հարց առաջանում ես, հա, բայց խի է այսքան, ինչի է այսքան շատ, այդ ամեն ինչը փակում է մնացած բոլոր դժվարությունները։ Իսկ դժվարությունները բնականաբար կան։ Միկա, դու եւ Մարիամը տարաձայնություններ ունենում եք երեխայի դաստիարակության հարցում, թե այստեղ արդեն արժեքային համակարգն է, որը ընդհանուր է։ Երեխայի դաստիարակության հարցում չէ, տարաձայնություններ չենք ունենում։ Բայց ինչպես հասկանում եմ, ուրիշ հարցերում։ Դե ուրիշ հարցերում նորմալ բնական երևույթ է, առանց այդ տարաձայնությունների չի ծնվում այլ հետաքրքիր բաներ իմ կարծիքով ու շատ նորմալ է որ մարդիկ ապրում են իրար հետ ու ունենում են տարաձայնություններ
վեճեր, կռիվներ, բայց ամենակարևորն այն է, որ այդ ամեն ինչը հաղթահարվում, հարվում գնում է անցնում առաջ։ Բայց երեխայի դաստիարակության հարցում չէ, երևի թե չէ, հաստատ չէ։ Եթե ինքը ինչ որ մի բան ասում է, ես կողմ եմ լինում իր ասածի հետ, եթե ես եմ ինչ որ մի բան ասում, որ կամ չգիտեմ, այսպես լինի, պետք է լինի կամ այսպես եմ առաջարկում, որ այս հարցը այսպես լինի երեխայի հետ կապված, Մարիամն էլ շատ հանգիստ ընդունում է։ Բայց դու առհասարակ ինքնասածի ես։ Ինձ թվում է, այո։ Եթե իմ ասածով ինչ մի բան չի լինում, ես կարող եմ ամբողջ աշխարհից նեղանամ, գնամ մի 5 րոպե հագստանամ ու գամ։ Բայց հա երևի թե ինքնասածի եմ, հա։ Այդ լավ չի, բայց։ Երբ որոշել ես դերասան դառնալ, ամբողջ աշխարհից նեղացար, գնացիր, հետո վերադարձար, ամբողջ աշխարհից հա նեղացա։ Ամբողջ աշխարհից նեղացա, չէր ստացվում։ Ընտանիքդ էլ դեմ էր։ Ընտանիքը հա, ինչ որ դեմ էր։ Բայց չեմ հասկանում ինչի, իրենք էլ հիմա չեն հասկանում ինչի, բայց հիմա ամեն ինչ լավ է։ Այն ժամանակ հիմնավորում ունեին, ինչու են դեմ։ Հիմնավորումներ կար, բայց ես կոնկրետ ճիշտ ասած չեմ հիշում ինչն էր։ Երևի թե ինձ պատկերացնում էին այլ մասնագիտության մեջ։ Ընտանիքի դեմ լինելուց բացի կար նաև մի հանգամանք, որ դու ընդունվեցիր Թատերական ինստիտուտ եւ առաջին կուրսից դուրս եկար, թողեցիր, կիսատ թողեցիր ուսումդ։ Ես չգիտեմ դու կխոսես պատճառների մասին, թե չէ այդ հարցը բաց կթողնեմ, կուզես խոսիր, չես ուզի մի խոսիր այդ մասին, բայց երբ հանգամանքները գումարվում են, հա, ընտանիքը դեմ է, կրթությունը կիսատ ես թողնում, ինչ որ բաներ այդ տարիքում դեռահասական թվում է թե չի ստացվում, այդ ամեն ինչը ինչպես ես ընդունում ու դրանից հետո արդեն հաղթանակը երբ սկսեց ստացվել, դա ինչպես ընդունեցիր։ Այդ առաջի հարցի մասով շատ երկար սրտաճմլիկ պատմություն է, շատ երկար կխոսենք, եթե խոսենք դրա համար ու կարող է, չգիտեմ, քեզ էլ հետաքրքիր չլինի, դրա համար անցնենք առաջ։ Ինձ հետաքրքիր է, բայց դու որոշիր, խոսել թե չէ։ Չէ, ինքդ շատ པարզ պատճառով է եղել, բայց մի խոսքով անցանք։ Սովորելու ընթացքում, երբ որ սովորում ես ստուդիայում, ես սովորելու ընթացքում արդեն նկարահանվում էի ու թատերականից դուրս գալը ինձ մոտ չէ ինչ որ դեպրեսիոն վիճակներ չի եղել, բայց ամեն դեպքում ես հասկանում եմ դու ինչ ես ասում, հա դե ես մարդ եմ հուզական աշխարհս լավ չէր այդ շրջանում, ինչ խոսք։ Այդ ժամանակ դու պատկերացնում ես, որ տարիներ անց Միկան կլինի օրինակ առաջին ալիքի Առավոտ լուսոյի հաղորդավարը, կունենա տարբեր դերեր խաղալու հրավերներ, թե այդ ժամանակ քեզ համար դա վերջ էր։ Չէ, վերջը չի եղել։ Ես միշտ եմ պատկերացրել ինձ ինչ որ տեղերում ու միշտ եմ պատկերացրել ինձ ինչ որ մի քայլ առաջ դնելուց, առաջ անցնելուց իմ հիմնական զբաղվածությունից, որը որ կա։ Այդ մանուկ հասակից է երևի թե այդպես եղել։ Այսինքն, եթե ես սա էլ եմ պատկերացրել իրականում։ Հիմա չեն հավատա երևի թե ոչ ոք, բայց ես սա էլ եմ պատկերացրել ու այդ երևի թե երազանքի բանն է, էլի, որ մարդ սկսում է երազել, իսկ ես շատ եմ երազում։ Դու երազելուց բացի մի շատ կարևոր հատկանիշ էլ ունես, դու աշխատող մարդ ես, Շատ աշխատասեր եմ ես, ինչ խոսք, այո։ Աշխատող մարդիկ միշտ հասնում են արդյունքի, որովհետև աշխատելը առաջին հերթին արժանապատվության մասին է։ Ու դու կյանքի այդ շրջանում տարբեր աշխատանքներ արեցիր, մինչև գաս ու ռեալ արդեն զբաղվես լիարժեք քո դերասանական կարիերայով։ Այդ աշխատանքներից որն էր քեզ ամենահոգեհարազատը։ Կամ ամենահաճույքովը որն է իրանում։ Որ ասեմ շատ աշխատանքներ ինչ է, խանութում վաճառող եմ եղել, ոչ մեկ էլ հոգեհարազատ չէր, չէ։ Հաճույքով չէ իրանում, որ հաճույքով անում է երևի թե այն պահով, որ ես գիտեմ այդ պահին զբաղված եմ, տանը նստած չեմ հեռուստացույցի առաջ ու բնականաբար գումար։ Բայց երբ որ սկսեցի արդեն հիմնականում զբաղվել իմ մասնագիտությամբ ու նկարահանվել ֆիլմերում ու սերիալներում, ես հասկացա, որ ես կատարյալ երջանիկ եմ, որովհետև երբ ինձ զանգում են ու կանչում են նկարահանման, ու դա կապ չուներ ժամը 5-ը կլիներ, թե առավոտյան, չգիտեմ, որ ժամին կլիներ, ես շատ շուտ էի գնում նկարահանման հրապարակ, որովհետև ես ինձ երջանիկ եմ զգում իմ կատարած աշխատանքով։ Դերասանությամբ երբևէ զբաղվել ես նաև գումարի համար։
Բնականաբար, բայց այստեղ առաջանում են բայցեր։ Եթե լինում է այնպեսի մի պրոյեկտ ու այնպեսի մի կերպար, որը որ դու մտածում ես, որ կարող է այլևս հնարավորություն չլինի այսպիսի մի պրոյեկտում նկարահանվելու կամ այսպիսի մի կերպար կերտելու, փորձել կերտելու, դու արդեն այդտեղ գալիս ես կոմպրոմիսի ու կարող է համաձայնվես ցանկացած գումարի շուրջ աշխատելու կամ նույնիսկ գումար չվերցնելու։ Իսկ այդպիսի դեպքեր իմ կյանքում եղել են, որ ես գումար չեմ վերցրել։ Միկա, սրանից տարիներ առաջ ես քեզ հետ էլի հարցազրույց էի անում։ Ճիշտ է, հիշեցի։ Ու դու այդ հարցազրույցի ժամանակ, այո, ու դու այդ հարցազրույցի ժամանակ ինձ ասացիր դերասանի մասնագիտությունը կես լուրջ ընտրել եմ նաև գումար աշխատելու համար։ Դե եմ արել։ Եթե արի անցնենք առաջ, էլի, եթե հարցերին չբարձրաձայնենք։ Մոռանանք այնինչ եղել է տարիներ առաջ։ Եկանեմ, եթե խոսում ենք, գումարը ինչ է, շատ պետք է անկեղծ ճիշտ խոսենք։ Շատ կարևոր մաս է կազմում մեր առավել ևս այսօրվա իրականության մեջ։ Ու շատ լավ է, որ դու քո մասնագիտությամբ աշխատում ես գումար։ Դա ինձ թվում է իդեալական է։ Վիկա, դու հիմա բավարարված ես զգում քեզ այն ամենով ինչ ունես։ Չէ։ Էս պահի համար։ Նայ ես շատ ուրախ եմ, շատ երջանիկ եմ, որ օրինակ առավոտյան ժամը 6-ին արթնանում եմ, պատրաստվում եմ ու գալիս եմ այստեղ։ Ես այստեղ եմ աշխատում։ Բայց բավարարված ես չեմ ցանկանա երբեք լինել, որովհետև եթե ես բավարարվեմ սրանով, իսկ սա ես չեմ սխալ անկարծ ոչ մեկ չհասկանա, սա շատ հրաշք է այս ամեն ինչը ու երազանքի տեղ է այստեղը, որտեղ որ ես հիմա աշխատում եմ, բայց եթե ես բավարարվեմ սրանով, ես հետաքրքրություններ չեմ ունենա հետագայում իմ մասնագիտությամբ առաջ գնալու կամ նոր հաջողություններ գրանցելու ինձ համար իմ կյանքում։ Դրա համար ես չեմ ուզի երբեք որ բավարարված լինեմ։ Իսկ որպես դերասան այն դերերը, որոնք որ խաղացել ես, քեզ բավարարում են, թե իրականում դեռ չես խաղացել այն դերերը, որից լիարժեք կասես, որ ես տվեցի այն, ինչ կարող եմ, ցույց տվեցի իմ գունաբնակը։ Եղել են դերեր, որ ես խաղացել եմ ու ասել եմ սա վերջ, սա ամենաներ, բայց հետո անցել է ինչ որ ժամանակ, օրինակ չգիտեմ 1 տարի, ես մի հատ եմ նայել այն ինչ որ արել եմ ու հասկացել եմ, որ եթե ժամանակը հետ տային ես նույն բանը չէի անի, այսինքն միշտ կա է ցանկությունը նորը անելու, նորը բացահայտելու, իրականում մտածելու հարց տվեցիր դու Ամալիա ինձ նոր ինձ։ Եղել է կերպար, որ բավարարված եմ զգացել իրանից ու հասկացել եմ, որ ես այդ պահին լավն եմ ինքս ինձ։ Ամաչում եմ նույնիսկ արդյա չեմ սիրում այդ գովվեստի այդ խոսքը ասել, բայց նայել եմ ու հասկացել եմ, որ ես իմ դուր եկել եմ, բայց եղել են կերպարներ ու հիմնականում շատ, այսպես մի 90% է իմ խաղացած դերերի, որը որ ես նայում եմ ինձ, հասկանում եմ, որ չէ, լավը չեմ ես։ Չեմ հարցնի, որ դերերում ես համարում քեզ վատը, որպեսզի թիմերն էլ չնեղացնես, բայց որ դերում ես համարել քեզ լավը։ Շախմատիստը կասեմ։ Ով է քո ամենախիստ քննադատը։ Մարիամը։ Դու էլ իր ամենախիստ քննադատն ես։ Ինձ թվում է չէ։ Բայց շատ նորմալ է։ Ինչու՞։ Մարիամը աշխատում է թատրոնում ու թատրոնի գործող դերասանուհի է։ Իսկ թատրոնի կյանքն ու թատրոնի աշխարհը, թատրոնի մտածելակերպը, որը որ ես շատ եմ սիրում իրականում, լրիվ տարբերվում է լրիվ չէ, բայց տարբերվում է ֆիլմի մտածողությունից, ֆիլմի մարդկանց մտածողությունից։ Մարիամը ինչ ասում է, դու դա լիարժեք ընդունում ես, թե տարաձայնություններ են լինում։ Մարիամը ինչ ասում է, ես ոչ մի բան չեմ ընդունում։
Մասնագիտական առումով Մասնագիտական առումով ընդունում եմ։ Չէ, կամ բաներ բնականաբար որ ընդունում ես, կամ բաներ չես ընդունում, ոչ թե չես ընդունում, այլ քննարկումներ են լինում։ Օրինակ, չգիտեմ, ես մի կերպարը այս տեսարանում էսպես էր, քննարկում ենք, հա, կարող էր այսպես լինել, կարող էր այսպես լինել, եթեներն ենք մենք շատ ասում, եթե այսպես լիներ, ինչ որ, այսպես ընդհանուր քննարկումներ էր։ ինչ որ առումով միջավայրի կարծիքը ձևավորում է քո կարծիքը, թե եթե դու մի բանից դժգոհ ես, որքան էլ ասեն լավ է չի փոխվի, եւ եթե դու մի բանից գոհ ես, որքան էլ ասեն վատ է, դա էլ չի փոխվի։ Միջավայրի նայած կամ Կարևոր մարդկանց։ Այո։ Ոչ թե կարևոր մարդկանց, այլ եթե իմ օրինակ ամենամոտ ընկերը, որը որ հեռու է այս մասնագիտությունից ու լրիվ այլ մասնագիտությամբ է աշխատում, գա ասի քո այս պրոյեկտն եմ ես դիտել, դու շատ լավն ես, օրինակ։ Ես հա շատ գեղեցիկ լավ խոսքեր են ապրես, բայց դա ինձ համար գնահատական ու կարծիք չի այնքանով, որը որ օրինակ, չգիտեմ, Մխոյան Մանեն ինձ գա ասի այդ նույն բանը կամ հակառակ է ինչ-որ բան։ Այսինքն մարդկանց մասին է խոսքը, այստեղ ոչ թե հասարակության, այլ հասարակության մեջ բնակվող մարդկանց կարծիքն է կարևոր։ Միկա, թատրոնը շարունակում է քեզ համար երազանք մնալ։ Երազանք չէ, ես կհայտնվեմ մի օր թատրոնում, կան առաջարկներ, ինչ խոսք, լավ է որ կան, շատ ուրախ եմ, ուղղակի հիմա չի ստացվում իմ մուտքը թատրոն, բայց ես թատրոնում աշխատել եմ, խաղացել եմ ներկայացում։ Իսկ ինչու հիմա չի ստացվում։ Հիմա չի ստացվում զուտ ժամանակի հետ կապված, զուտ։ Բայց ներքին պահանջմունքը կա։ Հա։ Ժամանակին թատրոնի փոխարեն կարող էր լինել ֆուտբոլը։ Ֆուտբոլը, այո, հիմա մարդիկ հասկանում են, ես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ եմ եղել եւ Չէ, թողել եմ բայց իմ դա քեզ կարիերան։ համար մեծ երազանք էր, չէ՞, դու մեծ սիրով զբաղվում էիր ֆուտբոլով։ Ֆուտբոլով մենք ես գիտեք ոնց էր գնդակետ քնում, գնդակետ արտանում էի փոքր ժամանակ, հատկապես Բաքում շատ էինք խաղում ֆուտբոլ։ Հիմա էլ չեմ խաղում, բայց Բաքում շատ ենք խաղում ֆուտբոլ, իսկ ֆուտբոլով զբաղվել եմ շատ չեմ զբաղվել ֆուտբոլով։ Երևի 1 տարի, հա, 1 տարի եմ զբաղվել ֆուտբոլով, բայց ֆուտբոլ խաղալը ու ֆուտբոլիստ դառնալը իրոք երազանք է եղել, այո։ Ու միջով հիմա ես հիմա եթե լիներ հնարավորություն ֆուտբոլիստ, չէ, լավ, չէ, դες մասնագիտությունը ավելի լավն է։ Դե հիմա էլ հնարավորություն չկա ֆուտբոլիստի մասնագիտությունն ընտրելու։ Բայց եթե լիներ հնարավորություն, ես կընտրեի դերասանի մասնագիտությունը, այստեղ մի քիչ շատ sense։ Ինչն է այստեղ այդպես քեզ Սա գրավում։ անբացատրել է, սա անծայրածիր աշխարհ է, որտեղ որ դու ունես միլիարդավոր հնարավորություն, միլիարդավոր մտքեր ընտրելու հնարավորություն քեզ համար ու եթե իրոք անկեղծ դու սիրում ես այս մասնագիտությունը, դու ինձ թվում է կատարյալ երջանիկ ես։ Հիմա դու կատարյալ երջանիկ ես։ Ես կատարյալ չէ, ես ֆանտաստիկ կատարյալ երջանիկ եմ։ Առհասարակ դու կարողանում ես որսալ երջանկությունը, թե այն մարդկանցից ես, որ որքան էլ երջանիկ լինես, միևնույն է գտնում ես այն բացերը, որոնք քեզ կխանգարեն երջանիկ լինել։ Երջանիկ լինել, ինչ ենք մենք հասկանում երջանիկ լինել ասած, այսինքն քո կյանքում ամեն ինչ իդեալական ու դու երջանիկ ես, թե սիտուացիաներ են լինում, որոնցից որ դու երջանկանում ես։ Կարծում եմ շատ կարևոր է կարողանալ զգալ երջանկությունը, որովհետև մենք միշտ ունենք եւ երջանիկ լինելու շատ պատճառներ եւ դժբախտ կամ եթե դժբախտը շատ ուռճացված է, ամեն դեպքում մռայլ տրամադրություն ունենալու շատ պատճառներ էլ միշտ ունենք ու այդ ամեն ինչը զուգահեռ է։ Կարծում եմ այս արդեն տեսակի հարցը մենք որն ենք ընտրում։ Բայց այդ մռայլ անկյունները երբ որ լինում են, շատ հաճախ մարդիկ չեն էլ բարձրաձայնում դրա մասին, թողում են իրենց ներսում։ Օրինակ ինձ մոտ այդպես է։ Ես իմ կարծիքով իմ շրջապատի մարդկանց մոտ թողել եմ ուրախ մարդու տպավորություն։ Այդպես է հիմա ինչ անես, բայց նաև ես տխուր եմ լինում, չգիտեմ, հուզվում եմ, մարդ եմ, մսից ու այրն եմ ամեն դեպքում։ Երջանկությունը
ամեն իրավիճակում մենք կարող ենք գտնել երջանկություն։ Օրինակ ինձ համար երջանկությունը այն բանը, որ դիմացի մեքենայից օրինակ աղբ չեն թափում փողոցում։ Դա ինձ համար երջանկություն է, երբ որ օրինակ այդ բանը վերանա, որ աղբ չթափեն փողոցում։ Դա իրականում մեծ ձեռքբերում կլինի։ Ես իսկ ինչ է վերաբերում օրինակ, չգիտեմ, կենցաղային երջանկությունների շատ օրինակներ կարող եմ բերել։ Բայց գլոբալ առումով, եթե մենք ապրում ենք այս երկրում, մենք պետք է ընդհանրապես երկիր մոլորակը, պետք է սիրենք այս երկիր մոլորակը։ Քո բերած օրինակից կարելի է հասկանալ, որ դու երջանիկ լինել չես կարող, որովհետև գոնե թե մեր երկրում Չէ, ես ուղղակի մի օրինակ։ Երկու օրը մեկ կտեսնես օրինակ, որ աղբեն նետում, այսինքն առհասարակ դա խնդիր է, որ ինձ նյարդայնացնում է այստեղ ապրելով։ Եթե ես տեսնում եմ, որ դիմացի մեքենայից աղբ են թափում, օրինակ կոֆեն խմեց, սուրճը խմեց ու շպրտեց դուրս, ես ոնց կարող եմ այդ բանը ինձ երջանիկ զգալ։ Դե մենք այդ պահի մասին չենք խոսում, բայց առհասարակ օրինակ կյանքի այս փուլում, որտեղ դու կարող ես տեսնել եւ մարդու, որը աղբ նետեց, եւ մարդու, որը աղբը վերցրեց, նետեց աղբամանը։ Երկուսն էլ տեսնում ես, երջանիկ ես թե երջանիկ չես։ Մի եկանք հասանք նրան, որ այնտեղ դու ներվայնացար, բայց գնացիր տուն, քո երեխան այսպես վազելով եկավ, ասեց պապա գրկես, դու այդտեղ երջանկացար։ Միկա, քո այն ամենաթաքուն հույզերը ում մոտ ես արտահայտում, թե դա միայն դու ես եւ դու ես։ Նույնիսկ Մարիամի։ Մարիամի մոտ ամենաքիչն է, չէ, կատակ եմ անում։ Չէ, ոչ մեկի մոտ։ Ես ինքս միակս Միկաս։ Չի խանգարում դա։ Ավելի շատ օգնում է, գիտես։ Կարող հուզվեմ արդեն ժամանակն է, թե Չէ, մի րոպե, հուզվելը պահենք իմ տաղավարի համար։ Չէ, ավելի շատ օգնում է, բայց ես ինքս ինձ հետ շատ եմ խոսում իրականում, հենց որ ես նոր բռնեցի այդ մտքի վրա, որ շատ եմ խոսում ինքս ինձ հետ։ Ինչ չի խանգարում մենակությունը, նույնիսկ օգնում է։ Ես մի այսպեսի օրինակ բերեմ, երևի թե ավելի པարզ կլինի։ Ես կարող եմ մենակ գնալ հանգստի, օրինակ 10 օր գնալ ինչ-որ մի քաղաք կամ չգիտեմ ծովափնյա մի տեղ ու այնտեղ հանգստանալ մենակ։ Նման դեպքերում ամեն դեպքում ում ես ամենից շատ կարոտում։ Կարոտում։ Բնականաբար Մարիամին, հետո Մանեին ու արդեն ընտանիքիս անդամներին ու ընկերներիս իհարկե։ Օ, ինչ հետաքրքիր հերթականություն դրեցիր Մարիամին, պետք է Մանեն տեսնի, որ ես Մարիամին շատ եմ սիրում։ Ու երևի թե լավագույն օրինակը կունենայիր առաջ։ Միկա, շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ։ Ես փորձեցի զրույցը այնպես տանել, որպեսզի քո սահմանները չանցնենք, որովհետև ես էլի եմ ասում, ես քո թույլտվությունը չունեի քեզ զրույց անելու։ Ես սահմանները անցել եմ արդեն։ Իսկապես։ Այո, ես սահմանները անցել եմ։ Բայց դու հաշտես դրա հետ։ Այնպես որ ինտրիգ չի լինի, երբ որ ես գամ քեզ մոտ հյուր։ Ինձ մոտ երբ որ հյուր գաս, ես այնքան բան քեզ կհարցնեմ, որ այսօր չհարցրեցի։ Հաշտես քո սահմաններն անցնելու հետ։ Լավ է։ Ամենակարևորը դա է, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ, այս անակնկալը իսկապես միշտ կմնաս այն հիշողության մեջ։ Իսկ մենք շարժվենք առաջ, կշարունակեն Մանեն եւ Միկան։